Պարոն Աղազարյան, մի ընդհանուր հարց տամ, մեկ-երկու կոնկրետ հարցեր, այդ ընդհանուրը հետևյալն է, այս ձեր խոսքից, վերլուծություններից, նաև նախքին ձեր վերջին հարցազրույցները լսելով, գալիս եմ հետևյալ եզրակացության, դուք կարող եք կարճ պատասխանել այո ոչ, որ դուք փոշմանել եք, որ այս տարիների ընթացքում 2012-ից թե ինչ, կոնկրետ անձի և իր հետ ճանապարհ եք անցել, ձեր ներդրումն եք բերել, որովհետև դուք հետո հասկացել եք, որ այդ ավելի շատ դրական չէր մեր երկրի իմաստով կամ բացասական և շատ ռիսկերով լի այդ ձեր գործունեությունը մեր երկրի իմաստով, առաջիկա նաև զարգացումների իմաստով և հետևաբար դուք փոշմանել եք և այս պահին առնվազն փորձում եք նաև ինչ-որ չափով մեղմել այս իրավիճակը, նաև ձեր անձը հարվածի տակ դնելով։ Ես ամենայն դեպս գոնե ես ոչ թե ասում եմ հավատում եմ դրան կամ ոչ, ես ասում եմ այդ տպավորությունն եմ ստացել։ Երկրորդ հարցս կոնկրետ գործին է վերաբերում։ Ես չհասկացա, հիմա այդ 23,000,000 գործով կաշառքի ձեզ հարցաքննության կանչել են, այսինքն ձեզ հարցրել են ինչ ոնց, այսինքն այս պրոցեսը, որտեղ հասկացա, որ ոչխարների գործով հարցաքննվել եք եւ այլն, պրոցես գնացել է, բայց այս 23,000-ի մասով ընդամենը ասեցիք կարճ, որ այդ մեղադրանքը ես ուզում եմ մի հատ հասկանամ այդ հարցաքննության, եթե կանչել են, ապա այս ինչ հիմա եք ասում, այդ ամբողջը ներկայացրել եք, որտեղ միջնորդության մեջ էլ, Տիկին Դատախազի ասացի մեջ էլ, ոնց որ թե այն չէր, ինչ-որ որ դուք եք ներկայացնում։ Նա առիթ հա, այդ ներկայացրեք։ Վերջից սկսեմ, պարոն Թադևոսյան, ուրեմն $23,000 ենթադրյալ կաշառքի գործով ես չեմ հարցաքննվել, չեմ կանչվել, այո, այդ ոչխարների գործով կանչվել եմ 2-3 անգամ, այս դեպքում ոչ մի անգամ չեմ կանչվել եւ իմ համար ասենք անակնկալ է, առավելևս նորից եմ ասում, որ ես ժամանակին ինքս եմ դիմել այդ անհանգստությունները ունենալու, այդ ամեն ինչը պարզվի եւ ես գործ եմ ունեցել փաստորեն մի մարդու հետ, որին ընթացքում կամաց ճանաչել, ով նորից եմ ասում, այս պահին գտնվում է դատական գործընթացի մեջ խաբեության, խարդախության հոդվածներով, ով 11 թվականին, բաների կա էլի, դատալեքսի թղթերը կա, ով 11 թվականին դատապարտվել է 5 տարի ազատազրկումով, ով փետրվարի 15-ին 24 թվականի հաջողությամբ լքել է Հայաստանի Հանրապետությունը։ Հիմա բանը, ձեր հետ ավելի կարևոր հարցին, պարոն Թադևոսյան, ոչ, ես չեմ փոշմանել, որովհետև ես միշտ եւ իմ որևէ հարցազրույցում որևէ մեկը չի կարող գտնել այդպիսի երանգ, որ ես փոշմանած լինեմ, ես ասում եմ, որ մարդը ունի գործընթացների ընթացքում, սոցիալական, քաղաքական, չգիտեմ, ռազմական գործընթացների ընթացքում այս կամ այն իր բնավորության գծերը դրսևորվում են եւ զարգանում են։ Հիմա պարոն Փաշինյանը մեր երկիրը ղեկավարել է դժվարագույն ժամանակահատվածում, ընդունել է դժվարագույն որոշումներ։ Ես բոլոր իր ընդունած որոշումներին հետ օքեյ եմ, կներեք այդ բառի համար։ Ես գրեթե օքեյ եմ նաև խաղաղության պայմանագրի այս նախագծի հետ, ոչ թե թղթի հետ եմ օքեյ ընդորում, այլ ես օքեյ եմ այն բանի հետ, որ վարչապետին եւ արտաքին գործերի նախարարությանը եւ ընդհանրապես քաղաքացիական պայմանագրի թիմին իմ նաև համեստ մասնակցությամբ հաջողվեց, որ աշխարհին ապացուցենք, որ մենք խաղաղություն ենք ուզում։ Եվ որևէ հիմար չի կարող մտածել, որ Հայաստանը կարող է պատերազմ հայտարարի ադրբեջանական թուրքական տանդեմին։ Այսի իմ համար շատ ավելի կարևոր է։ Բայց քանի որ վարչապետը երկիրը ղեկավարել է ծանրագույն ժամանակահատվածում, բայց քանի որ մեր քաղաքական թիմը նախնական տարածվել է իր բաների մեջ մի քիչ ուրիշ է դարել, վարչապետը իմ կարծիքով կորցրել է վստահությունը շատ-շատերի նկատմամբ եւ հետեւաբար եթե ինքը վերարտադրվի նորից որպես վարչապետ, ապա ինքը կդառնա ավտորիտար ղեկավար դառնալու դեպքում էլ այսօրվա պայմաններում դա շատ վտանգավոր կլինի մեր պետականության համար։ Ես իմ համեստ ներդրումը պետք է բերեմ, անեմ ամեն ինչ, որ ինչքան որ կարամ, որ չվերարտադրվի, պարոն Փաշինյանը։ Հակասություն չկա իմ ասածների մեջ, լրագրողներն իմ բաները։
Արձագանք։ Պարոն Աղազարյան, դիվանագիտական պատասխաններ լավ էլ հասկացաք, որ հակասական էր, բայց ես ինչ անեմ, հիմա լրագրողը ինչ կանի, մի կողմից ասում եք դժվարին էր, խեղճ մարդը ինչ անի, մեկ էլ ասում եք ամեն ինչ անեմ, որ չվերարտադրվի, հենա որ ամեն ինչ լավ է, թող տանի մարդը շարունակի իր ծրագիրը, էլի, լավ, այդ խնդրի մյուս կողմն է, առնվազն այդքան էլ ազնիվ չի։ Հիմա տիկին դատախազն է այստեղ։ Այս գործով, այս $23,000 գործով, որ ասում է ինձ չեն կանչել հարցաքննության, մի տևական շրջան անցել է, ի վերջո նաև այս գործն է ձեր միջնորդության հիմքում։ Ես հատուկ ժամանակ ձեզ չտվեցի այդ հարցած, հիմա հասկանանք, տեսնենք, հետո միանգամից ձեր եզրափակիչ ելույթում, եթե հարմար գտնեք, կարծում եմ կարևոր է անդրադարձեք։ Ինչու՞ չեք կանչել հարցաքննության, ինչու այս գործը ավելի մանրակրկիտ չի, թե ասենք օրինակ մենակ այն նախորդ գործը լրիվ բավարարեր, այս մեկն էլ տենց ոնց որ մի քիչ հետը թողը տենց համեմունք լինի, բերենք։ Եվ վերջում հազար ներողություն ավարտում եմ, տեսեք, պարոն Աղազարյան, քիչ առաջ շատ վտանգավոր բան ասեցիք, չնայած ձեր անձի հետ կապված։ Ասում եք իրավաբան չկա, գործը պետք է գնա քննության, գործը շինծ ու գործ ըստեյության, էս եք ասում, առնվազն գոնե շատերը այդպես են հասկանում, բայց ասում եք թե թող ինձ ձերկեն անձեռնամխելությունի, այս ինչ եղավ, այս եղավ ժողովրդավարություն, այսինքն դատախազը վերցնի պայմանական ինչ-որ մի թուղթ գա ազգային ժողովում իրավաբան չկա, ուրեմն ամեն մեկին այդպես վերցնեն տանեն, բայց ում մնաց անձեռնամխելության կարևորությունը, ժողովրդավարությունը, մեկ էլ մյուսը։ Պարոն Թադևոսյան, ես շատեցի ազգային ժողովի իրավաբաններ չկան։ Պարոն Ավետիսյան, կներեք, ես ասեցի, որ ազգային ժողովում չկան իրավաբանները, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունում չկան իրավաբաններ նաև, ես ասեցի, որ մի քանի հոգի են, քիչ են, իսկ մյուսները իրավաբաններ չեն, եւ շատ դժվար կա, ես ինքս 20 անգամ կարդացել եմ այս բացատրուկը, չեմ հասկանում, որից հետո, որ հստակ բաներ ասեմ, հետևաբար ես համարում եմ, որ տրամաբանական կլինի, եթե իմ պարզաբանումները այդքան էլ չէին կամ դատախազին տված հարցերի եւ պատասխանները այդքան էլ բան չէին, որ յուրաքանչյուրը կարակոմնորոշվի իր քվեարկության բանում, բնականաբար ես ասում եմ, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամներից ես որևէ մեկից չեմ լեղանա, եթե ինքը քվեարկի միջնորդությունը հարգելու իմաստով, այստեղ հակասություն չկա, բացարձակ հակասություն չկա, շնորհակալություն։